Բարև ձեզ, ես Նելին եմ, մենք այսօր ձեզ միացել ենք Հայաստանում հանրային ոլորտի նորարարության արդեն 3-րդ համաժողովից, այսօր ձեզ հետ եմ ես ՄԱԶՏ նորարարության թիմից և ինձ հետ է իմ գոլեգան Քրիստը Մարուքյան, ով ղեկավարում է համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման ծրագիրը, ողջույն Քրիստ։ Ողջույն։ Այսօր մենք փորձելու ենք խոսել պորտֆելային կառավարման մոդելի մասին, որը սկսել են կիրառել համայնքների և քաղաքների զարգացման համար դեռևս 2021 թվականից։ Սկսելով մեր զրույցը ուզում եմ հարցնել քեզ Քրիստ, ինչպես կնկարագրես մոտեցումը, որոնք են հիմնական անկյունաքարերը, հիմքը այս մոտեցման։ Շնորհակալություն Նելի ջան հարցի համար, իրականում այսօր տարբեր առիթներով անցանք process-ի վրայով և խոսեցինք նաև ինչ ենք անում համայնքներում, ինչպես ենք փորձում լուծել այն բազմաշերտ խնդիրները, որոնք կան համայնքներում։ Ինձ համար ես այս մոտեցման մեջ բավականին լուրջ արժեքահեն մոտեցում եմ գտել նախ եւ առաջ, որովհետեւ այդ կարևոր է, որպեսզի նախ եւ առաջ ես ինքս հավատամ մոտեցմանը, հետո նոր այդ մոտեցմամբ գնամ համայնքներ, համայնքապետարաններ եւ փորձեմ ներկայացնել եւ փորձեմ մարդկանց ուղղորդել այդ մոտեցման կիրառման առումով եւ այն կարևոր բաղադրիչներից, որ կարելի է նշել, դա հենց բաց հարցերի միջոցով համայնքի կարիքները խորը ուսումնասիրել, ունկնդրել, որին մենք համայնքային ունկնդրում ենք ասում, բայց դա իրականում բաց լսելու, առանց ներքին լուծումները դիմացինի խնդիրների վրա փաթաթելու, այդ վերաբերմունքն է եւ այդ գործելակերպն է, որը թույլ է տալիս նախ համայնքապետարանին ավելի խորը հասկանալ իր համայնքի խնդիրների պատկերը կամ խորությունը եւ այդ հարցադրումների միջոցով հասկանալ, թե այն մարդիկ ում համար, որ այդ լուծումները պետք է մշակվեն արդյունքում, իրենց տեսակետից կամ իրենց դիտանկյունից որոնք են այդ լուծումները, որովհետեւ համայնքապետարանում լինելով ամենօրյա կառավարման process-ի մեջ տպավորությունն է, որ ես համայնքապետարանում եմ աշխատում, ենթադրենք ես գիտեմ որոնք են մեր համայնքի խնդիրները, բայց այն մարդիկ ում համար, որ այդ խնդիրների լուծումները պետք է մշակվեն եւ իրականացվեն, շատ ժամանակ այլ դիտանկյունից են նայում դրանց եւ այլ պատկերացումներ ունեն այդ լուծումների մասին, որոնք միշտ չէ, որ համապատասխանում են համայնքապետարանի դիտանկյանը։ Հետևաբար այդ մեթոդաբանության օգտագործումը, մեթոդաբանության տված գործիքները օգտագործելը համայնքապետարանին մի այլ մակարդակի պատրաստվածության եւ իրազեկվածության է բերում, որը որ շատ օգտակար է լինում այն ծրագրերի, այն պորտֆելների, այն նախագծերի մշակման մեջ, որ մեր բերած մոտեցման արդյունքում մշակվում են եւ իրականացվում։ Շատ լավ։ Նշեցիք հիմնականում խնդիրը հասկանալու մասին, կետի մասին։ Այս պահին կուզեմ մի քիչ խոսենք, թե ինչպես է այդ խնդիրը հասկանալուց հետո նախագծվում ծրագրերը եւ իրականացվում ըստ պորտֆելային մոտեցման։ Պորտֆելային մոտեցման գործիքակազմի մեջ տարբեր բաղադրիչներ, տարբեր տարրեր ունենք։ Համայնքային ունկնդրումը առաջի քայլն է, երբ որ բաց հարցերի միջոցով, ինչպես ասացի, հավաքվում է այդ ինֆորմացիան, այդ տեղեկատվությունը, թե պատկերացումների, թե լուծումների մասին, որոնք հետո անցնում են սինթեզավորման process-ի միջով, վերաիմաստավորման process-ի միջով, որի արդյունքում տարբեր շահակիր կողմերի ներգրավվածությամբ, այսինքն համայնքապետարանը նախաձեռնում է նմանատիպ հանդիպումների շարք, որտեղ անպայման ներկայացուցիչներ կան տեղի տնտեսվարող կազմակերպություններից, հասարակական հատվածից, երիտասարդությունից, տարեցներից, մարդկանցից, ովքեր որ համայնքում որոշումների կայացման ազդեցություն ունեն որոշումների կայացման վրա, այսինքն են կարծիք ձևավորող մարդկանց։ Այդ ինֆորմացիան, որը որ հավաքագրվում է համայնքապետարանի կողմից համայնքային ունկնդրման ժամանակ, վերաիմաստավորվում են նմանատիպ հանդիպումների միջոցով։ Ներկայացվում են այդ մարդկանց, լսում ենք այդ մարդկանց, ու այդ մարդիկ ոչ թե ներկայացնում են կոնկրետ անձինք, այլ կոնկրետ ոլորտի տեսանկյուն են բերում այդ հավաքված տեղեկատվությանը։ Երբ որ դրա միջոցով, այդ վերաիմաստավորման միջոցով արդեն պարզ է լինում, թե ինչ խնդիրներ կան եւ այդ խնդիրների վերաբերյալ ինչ լուծումներ կան, իրականացվում է նաեւ քարտեզագրում, ռեսուրսների քարտեզագրում, թե համայնքը ինչ ռեսուրսներ ունի այդ խնդիրներին, այդ արձանագրված խնդիրներին հասցեագրելու, դրանց ուղղությամբ ծրագրեր մշակելու
եւ ծրագրեր կոչվածը լուծումներն են, որոնք որ պետք է փորձարկվեն, քանի որ խոսքը գնում է համալիր խնդիրների մասին եւ խոսքը գնում է փոխկապակցված միջամտությունների, նախագծերի մասին, որոնցով պետք է փորձենք արդյոք տվյալ խնդիրը լուծվում է այս 5 մշակված միջամտությունների լուծումներից որևէ մեկի միջոցով։ Եվ այդ process-ով անցնելով համայնքը հնարավորություն է ստանում նաև հասկանալու թե իր զարգացման տեսլականը որն է, այսինքն տեխնիկական խնդիրների առումով մեր համայնքները մեծ հաշվով իրարից չեն տարբերվում, այսինքն բոլորը ունեն նմանատիպ հարցեր, ենթակառուցվածքային եւ այլ եւ այլ։ Բայց զարգացման ուղղության ընտրության առումով յուրաքանչյուր համայնք ունի իր ուրույն ինչ որ գրավչությունը կամ պոտենցիալը կամ ներուժը, որը որ հնարավորություն է տալիս այդ համայնքին տարբերվելու մյուսներից։ Եվ հետեւաբար, երբ որ այդ խորը ունկնդրման միջոցով համայնքը հասկանում է ինքը ինչ խնդիրներ ունի, ինչ լուծումներ կան, ինչ ռեսուրսներ ունի, ինչ քարտեզագրման արդյունքում բացահայտված շահակիր կողմեր ունի, ընդհանրանում է այդ պատկերը, թե դեպի ուր կարա շարժվի այդ համայնքը։ Այդ դեպի ուր շարժվելու ուղղությամբ որոշվում են արդեն այն դիրքերը, այն ուղղությունները, որոնք որ մեզ կմոտեցնեն մեր տեսլականին, մեր նպատակին։ Ու այդ տեսլականին ուղղված մոտեցումների մեջ մշակվում են գործողություններ։ Ու այդ գործողությունները փոխկապակցված են, որովհետև դա պորտֆելային մոտեցման սկզբունքներից է բխում։ Փոխկապակցված միջամտություններով մենք փորձում ենք հասնել մեր դրված տեսլականին։ Ու ինչպես նախորդ մեր սեսիայի ընթացքում նկարագրեցի, դա նման է ընդհանուր պատկերի տեսլականի ցուցադրմանը կամ բացվում է այդ տեսլականը համայնքապետարանի առաջ ու այդ բացված տեսլականի մեջ շատ հստակ երևում են այն բաց կտորները puzzle-ի, այսպես ասած, որոնք որ պետքա լրացվեն։ Ու արդյոք այս միջամտությունները լրացնում են այդ puzzle-ները թե չէ, դա պարզվում է այդ փորձարարության միջոցով։ Եվ երբ որ համայնքապետարանը ունի հստակ տեսլական, թե դեպի ուր է շարժվում եւ որոնք են իր բացակայող puzzle-ի կտորները, նա հնարավորություն է ունենում համադրել բոլոր արկա ռեսուրսները։ Դա կլինի միջազգային կազմակերպությունների տված ռեսուրսները, կլինի պետական միջամտությունները, թե համայնքի ցավերով, ասենց ասած, հետաքրքրված մարդկանց աջակցությունը, որովհետեւ այն թիմը, որը որ փորձում է համայնքին, համայնքապետարանին տանի ինչ-որ ուղղությամբ, այդ ուղղությունը արդեն հստակ է եւ հստակ են այն բացերը, որոնք որ պետք է լրացվեն այդ ուղղությանը հասնելու համար։ Շատ լավ։ Իրականում շատ հետաքրքիր է ու ինչպես մենք միասին աշխատում ենք, գիտես, այսպես բավականին հաջողված դեպքեր ունենք, համայնքներ ունենք, բայց երևի միայն մենք գիտենք, թե ինչ դժվարությունների միջոցով ենք անցնում, որպեսզի համայնքին մոտեցնենք, հա, ինքնուրույն այդ ամենը անելուն։ Կուզեի մի փոքր խոսենք այդ մասին, այսինքն ինչքան է ներգրաված լինում ՄԱԶԾ-ն արտաքին օղակը այս ամբողջը ներդնելու համար եւ արդյոք ունենք այնպիսի դեպքեր, որտեղ արդեն կարող ենք նշել, որ ՄԱԶԾ-ի ներգրավվածությունը այնքան էլ անհրաժեշտ չի եւ համայնքապետարանները կամ համայնքները ինքնուրույն կարողանում են այս process-ը իրականացնել։ Լավ հարց է շատ, որովհետև ցանկացած փոփոխություն շատ դժվար է տրվում ու անկախ նրանից ինչքան դրական է դրա արդյունքը կամ ակնկալվող միտումները, մարդիկ փոփոխությունների նկատմամբ ունեն բնական դիմադրություն։ Ու այդ բնական դիմադրությունը ընթացիկ, ասենց ասած, կոմֆորտ զոնայից դուրս գալու եւ այլ բաներ փորձարկելու նկատմամբ անորոշությունն է, որը շատ ժամանակ նաև համայնքապետարանի աշխատող լինելով մարդիկ չունեն այդ հավելյալ մոտիվացիան, որպեսզի ինչ-որ նոր բաներ փորձարկեն, ինչ-որ նորարարական մոտեցումներ դնեն։ Մեր ծրագրերի հաջողությունը առաջին հերթին երևի թե կայանում է նրանում, որ դա պարտադրված մոտեցման ներդրում չէ, մենք ունենք հայտարարություններ, որին դիմում են համայնքները, եւ երբ որ համայնքապետարանը դիմում է այդ ծրագրին մասնակցելու, դա արդեն ենթադրել է տալիս, որ համայնքապետարանը պատրաստ է վերցնել հավելյալ բեռ, փորձարկումներ անել, նորարարություններ դնել, դրանով պայմանավորված բոլոր բարդությունները։ Այդուհանդերձ դա չի ապահովագրում այն բոլոր դժվարություններից, որոնք հայտնվում են ճանապարհին, որովհետև բավականին շատ ժամանակ է պետք լինում այդ մեթոդաբանությունը ներկայացնելու եւ այդ մեթոդաբանությանը մասնակից դարձնելու մեր համայնքապետարանների աշխատակիցներին, որովհետև դա էականորեն նախ տարբերվում է այն գործընթացներից ու գործելակերպերից, որոնք որ կիրառված եւ ներդրված են համայնքապետարանում, բացի դրանից համայնքապետարանի հետ միակ աշխատող կառույցը մենք չենք մեկ
Երկրորդը բացի մեր հետ աշխատող համայնքապետարանի, ասենց ասած, ծրագրային թիմից, ծրագրային թիմը կամ բոլոր մնացած աշխատակիցները ունեն իրենց այլ պարտադիր իրականացվող գործունեությունը, գործընթացները, որոնք որ այդ ժամանակահատվածում չեն դադարում ակտուալ լինելուց։ Այսինքն դրանք զուգահեռ իրականացվող բաներ են, որոնք որ հավելյալ ժամանակ են պահանջում, հավելյալ ջանք են պահանջում, հավելյալ ուշադրություն են պահանջում եւ այլն, ու պետք է լինում բավականին անձնական ներգրավվածություն, միջամտություն, համայնքներում մենք գնում ենք շաբաթներով, օրերով, հնարավոր է ասենք տարբեր սեսիաներով իրար հետ աշխատելով փորձում ենք փոխանցենք, որ այդ փոխանցած գործիքակազմը, որ պահից սկսած որ դարձավ համայնքապետարանի սեփականությունը կամ գոնե այդ թիմի սեփականությունը, հնարավոր կլինի հանգիստ ասել, որ ինչ որ պահից սկսած իրենք վերցրեցին եւ գնացին առաջ։ Այդ պահը որպես կանոն տեղի ունենում, երբ որ մենք ունենում ենք այդ փոքր ձեռքբերումները կամ փոքր հաղթանակները, երբ որ ինչ որ մի արած գործողության արդյունք արդեն տվյալ պահին երևում է, որովհետեւ գործելաոճ փոփոխելու անմիջական արդյունքը դա 5 հոգի ավել ինչ որ սեմինարի մասնակցությունը չի։ Դա համայնքում ինչ որ էական փոփոխությունն է, որի արձագանքը համայնքապետարանը զգում է իր համայնքի բնակիչներից։ Իսկ դրա համար բավականին շատ ժամանակ է պետք։ Այդ է պատճառը, որ նաև այս փուլում մենք մեր ծրագիրը իրականացնում ենք փուլային մոտեցմամբ, որ յուրաքանչյուր փուլի արդյունք մի քիչ ավելի արագ եւ ավելի կարճ ժամկետում հնարավոր է արձանագրել ինչ որ ձեռքբերում, որը թույլ է տալիս անցնել հաջորդ փուլին։ Ու նմանատիպ արդյունքների միջոցով է, որ համայնքապետարանը տեսնում է, որ այս նորարարական գործելավոճի ներդրմամբ ինքը ունեցավ մի քիչ տարբերվող այլ եւ դրական արդյունք եւ արձագանք համայնքից, որը իրենց տալիս է հավելյալ մոտիվացիա, իսկ համայնքին տալիս է այդ վստահությունը, որ համայնքապետարանը ինչ որ նոր բան է փորձում, որը միտված է համայնքում ինչ որ նոր դրական փոփոխություն բերելու։ Իհարկե ունենք նաև ձախողում կամ չստացված փորձեր, այն իմաստով, որ երբ որ ունենք քաղաքական տուրբուլենցիաներ եւ համայնքապետարանում ծրագրի իրականացման ընթացքում տեղի են ունենում հրաժարականներ, կառավարող կազմի փոփոխություններ, թիմակիցների աշխատանքից ազատում կամ ինքնուրույն այլ աշխատանքի ընտրություն, այդ կարգի, ասենց ասած, անհարթությունները չեն կարող չազդել ծրագրի իրականացման վրա, որովհետև նաև մենք Հայաստանում փորձարկում ենք երկու տարբեր տեսակի պորտֆելային մոտեցում, մեկը համայնքահեն, մյուսը համայնքապետարանահեն, այսպես ասենք, եթե կարելի է, այսինքն կամ մենք հենվում ենք հիմնականում համայնքապետարանի ռեսուրսների թիմի վրա, կամ մենք հենվում ենք համայնքի տարբեր դերակատարների վրա եւ ձևավորում են թիմը, որը իրականացնում է, այսինքն համայնքապետարանը մի դեպքում միակ եւ հիմնական պատասխանատուն է, մյուս դեպքում մասնակից է այլ հավասար մասնակիցների հետ միասին։ Եվ այս Հայաստանը այն բացառիկ երկրներից է, որտեղ երկու մոտեցումներ կիրառվում է ու ինձ թվում է դու ել կհամաձայնես, որ դեռ այս պահին չգիտենք այդ երկու մոտեցումներից որն է ավելի լավը։ Ժամանակը ցույց կտա, որովհետև երկուսի դեպքում էլ կան թե առավելություններ, թե թերություններ, բայց մի ամբողջական ցիկլ անցնելուց կամ մի քանի ցիկլ անցնելուց հետո նոր պարզ կլինի, թե այդ մոտեցումներից իրականում որն է ավելի կենսունակ կամ ավելի երկարաժամկետ ներդրման ենթակա։ Շատ լավ, իրականում ուզում եմ մի փոքր էլ խոսենք քաղված դասերից, նաև նշեցիր տուրբուլենտությունները եւ այլն, եւ մեզ համար, հա, քաղված դաս այն է, որ ինչքան շատ համայնքապետարանից եւ համայնքից շահագիր կողմեր մասնակիցներ ներգրավենք, այնքան մենք ռիսկերը փոքրացնում ենք, քանի որ մարդիկ սկսում են կրել արդեն մշակույթը այդ մոտեցման եւ մենք չենք ունենում այդպիսի տուրբուլենտություններ։ Ուզում եի խոսենք քաղված դասերի մասին համայնքապետարանի կողմից, հա, գիտենք, որ ոչ ունենք այդպիսի գործիքակազմ, այս պահին ոչ ունենք այդպիսի մշակույթ համայնքներում, որպեսզի իրականացնեն փորձարկումներ, հետո հավաքեն քաղված դասերը եւ այլն, կուզեի իրենց վերաբերմունքը, իրենց աճը այդ process-ում մի փոքր նկարագրեիր։ Երբ որ առաջին փուլն էր ծրագրի իրականացման 2021-ից 24 թվերը, առաջին փուլը նկատի ունեմ, երբ որ ՄԱԶԾ-ի կողմից էր իրականացվում, այդ ժամանակ բավականին շատ միջամտություն, շատ հանդիպումներ, թե on-line, թե offline, որոնց մասնակցում էին համայնքապետարանները եւ բավականին շատ էր բողոքները, որ ի վերջո ինչ նպատակով են արվում այս զանգերը, այսքան հանդիպումները, այսքան վերապատրաստումները, որովհետեւ
այդ պահին դեռ որևէ մեկի համար ակնհայտ չէր, թե արդյունքում ինչա ստացվելու։ Ու իրականում, երբ որ մենք սկսում ենք համայնքապետարանների հետ աշխատել, մենք ասում ենք, որ պետք է ընդունենք բոլորով, որ մենք չգիտենք արդյունքում ինչա ստացվելու, քանի որ մենք պատրաստի լուծումներով չենք եկել, այլ այդ լուծումները պետք է բխեն մեր իրար հետ արած աշխատանքի արդյունքում։ Հիմա, երբ որ արդեն 25 թվի, ասենց ասած, դիրքից հետ են նայում համայնքները, իրենք այդ ժամանակահատվածը ձևակերպում են կամ նկարագրում են որպես սովորելու ժամանակաշրջան։ Ինչը որ այդ ժամանակ իրանք նմանատիպ ձևակերպում չէին տալիս, որովհետև այդ ժամանակ դա անհասկանալի էր, դա անորոշ էր, դա պարզ չէր թե ուր է տանում։ Երբ որ արդյունքում այդ մոտեցումների կիրառմամբ ստացան արդյունքներ եւ ստացան ինչ-որ ձեռքբերումներ, հիմա այդ ժամանակահատվածը կոչվում է դասեր քաղելու կամ սովորելու ժամանակահատված։ Մյուս բանը քաղված դասը, որը ես երևի մի քանի տեղ արդեն արձանագրել եմ, դա նա, որ նորարարությամբ կամ ծրագրերի զարգացման հնարավորությունների մեջ հետաքրքրվածություն համայնքապետարանում որպես կանոն համատարած երևույթ չի։ Եվ դա որպես կանոն լինում է անհատների ինչ-որ մակարդակում, այսինքն 1-2 հոգի այդ դրա կրողն է ենթադրենք։ Փորձ ցույց է տալիս, որ այդ 1-2 հոգին մյուսների կողմից չընկալվելու դեպքում հնարավոր է, որ ժամանակի ընթացքում կորցնեն այդ մոտիվացիան եւ կամ թողնեն անցնեն այլ աշխատանքի, կամ լինեն ավելի պակաս ակտիվ եւ չնախաձեռնեն, որովհետեւ դա չի խրախուսվում մյուսների կողմից։ Հետևաբար մեր քաղված դասը հենց այն է, որ հնարավորինս ամենաառաջի շփումից սկսած այնպես անել, որ համայնքապետարանից հնարավորինս շատ մարդ ներգրավի, ոչ թե շատ համայնքապետարաններ լինեն ծրագրի մեջ, այլ մի համայնքապետարանի մեջ հնարավորինս շատ մեծ մասնակցություն լինի հենց այդ թիմերի ձևավորման եւ ծրագրի գաղափարներին ծանոթանալու տեսանկյունից, որովհետեւ նույնիսկ եթե դա пассив մասնակցություն է, այդ пассив մասնակցությունը մարդուն թույլ է տալիս առնվազն իմանալ, թե ինչ են անում իր գործընկերները, որ երբ որ հերթը հասնի ընդհանրեն քաղշին բաժնին կամ ֆինանսական բաժնին կամ այլ բաժիններին, որոնք այս կամ այն կերպ ներգրաված են ծրագրի իրականացման մեջ, իրենք արդեն ի սկզբանե տեղյակ լինեն թե քննարկումներին, թե մշակման process-ներին, հակառակ դեպքում մենք նաև ունենում ենք այն իրավիճակները, երբ որ այդ մարդիկ ասում են, բա մշակելուց մեզ ինչի՞ չէիք հարցնում, որովհետև այ եթե մեզ հարցնեիք, մենք կասեինք այսինչ բան է։ Ու այդ ի սկզբանե ավելի լայն ներգրավվածությունը համայնքապետարանների հաստատ արդյունքում ավելի մեծ տեղաշարժի ու ավելի լավ առաջ գնալու հնարավորություն է տալիս։ Շատ լավ։ Այս պարագայում, քանի որ խոսեցիր մասնակցայնության մասին, ուզում եմ շեշտեմ այդ երկու մոդելների մասին, որ խոսեցիր, համայնքապետարանահեն եւ համայնքահեն, այստեղ երկու դեպքում էլ մենք ունենք մասնակցայնության կարևոր կտոր, համայնքապետարանի դեպքում համայնքապետարանը ավելի շատ առաջնորդում է մյուսներին իր կողմից, առաջ տարվող առաքելության դեպքում, մյուս դեպքում տարբեր գործընկերներ են առաջնորդում։ Էլի, ինչպես նշեցիր, դեռ հարցը չգիտենք որն է ճիշտը, ուզում եմ դրական եւ ոչ բացասական, բայց ավելի դժվարությունները նշեմ տարբեր մոդելների։ Համայնքապետարանահեն մոդելի դեպքում այստեղ մենք մի քիչ ունենում ենք խնդիր այլ շահագիր կողմերի սեփականության զգացումի այդ առաքելության նկատմամբ, իսկ մյուս դեպքում երբեմն ունենում ենք պատասխանատու մարմնի բացակայության խնդիր, որովհետև տարբեր ակտորներ են, համայնքներից կրում այդ պորտֆելը։ Այս մասը ուզում եմ շեշտադրել, մինչև անցնել մյուս հարցին։ Այս պահին Քրիստիան կուզեմ մի երկու օրինակ բերես հաջողված համայնքների, հաջողված պորտֆելների, ուղղությունների, ծրագրերի եւ մի որևէ ձախողման։ Այսպես ասեմ, մենք նախորդ փուլի համայնքներից, որոնք արդեն ունեն իրենց ձեռքբերումները այս կամ այն կերպ, եղել են Գյումրի, Կապան, Արենի համայնքները։ Գյումրին եւ Արենին հիմնական շեշտադրումն արել են մշակութային туриզմի կամ ընդհանրապես туриզմի ուղղությամբ, ու Գյումրին ավելի շատ մշակութային туриզմի ուղղությամբ, իսկ Արենին որպես խոշորացված համայնք խնդիր էր դրել հետեւյալ կերպ, որ երբ որ ասում ենք Արենի, հասկանում ենք գինու փառատոն եւ հասկանում ենք նորավանք, բայց երբ որ խոշորացումից հետո ներգրավել են եւս 9 բնակավայրեր, 9 բնակավայրերը չեն մասնակցում այդ process-ին։ Եվ իրենց նախաձեռնությամբ իրականացվեց տեղական մշակութային գոհարների ուսումնասիրություն։
Նաև այն տարբեր տեսակի ժառանգությունների, ավանդույթների, ավանդական ինչ-որ ուղղությունների, որոնք պոտենցիալ գրավչություն կարող են դառնալ տուրիստական, որոնք կարող են հետաքրքրել զբոսաշրջիկներին, հետևաբար արենի եկող հոսքը տարվա մեջ ոչ թե լինի մի անգամ մի ուղղությամբ, այլ լինի տարբեր անգամներ եւ տարբեր ուղղություններով։ Արդյունքում բացահայտվեցին տեղական ուտեստներ, որոնք որ շատ տիպիկ են տվյալ բնակավայրերին, եւ այդ ուտեստների վերհանման, մշակման մեջ ներգրավվեցին պրոֆեսիոնալ խոհարարների։ Պրոֆեսիոնալ խոհարարների ներգրավմամբ իրականացվեցին դասընթացներ տեղական ռեստորանների եւ B&B-ների համար, որոնք որ սնունդ են մատակարարում, եւ նաեւ հետաքրքրություն կար ոչ միայն այն մարդկանցից, ովքեր արդեն ինչ-որ միտեղ ներգրավված են աշխատանքի մեջ, այլ մարդիկ, ովքեր սերուն են ընդհանրապես խոհարարության նկատմամբ։ Եվ արդյունքում ստեղծվեց Տադիշորվա փառատոնը, որը որևէ կերպ ծրագրի սկզբում պարզ չէր, որ նման արդյունք կարող է լինել։ Եվ Տադիշորվա փառատոնը անց է կացվում արդեն երկրորդ անգամ եւ երկարակեցության կամ շարունակականության տեսանկյունից եթե նայենք, առաջին անգամը եղել է ծրագրի շրջանակներում մեր հետ աշխատանքի, երկրորդ անգամը ամբողջությամբ նախաձեռնված եւ իրականացված է եղել համայնքապետարանի կողմից ներգրավելով գործընկեր կազմակերպություններին։ Այդ ծրագրի վերապատրաստումների արդյունքում մասնակցած երկու կին տեղացի ստեղծել են իրենց ռեստորանները, որոնց չի կարելի ասել ռեստորան մեր պատկերացրած ռեստորանների տեսանկյունից, մանավանդ երբ որ խոսքը գնում է Երևանից դուրս ռեստորանների մասին, այլ դրանք միջավայրեր են, որոնք հետաքրքիր մշակութային կոլորիտ ունեն։ Ու ավելի շատ շեշտադրումը կատարվում է տեղական ուտեստների վրա եւ տեղական կոլորիտի վրա, քան զուտ ռեստորան մեր ավանդական պատկերացրած ռեստորանի տեսանկյունից։ Սրանք բաներ են, որոնք մեկը մեկից բխել են, այսինքն գործողություններ են, որոնք փոխկապակցվածությամբ բերել են նմանատիպ արդյունքների։ Ժայռափոր եկեղեցի կար Ռինդ համայնքում, որը որ տեղի բնակիչներից շատերը նույնիսկ դրա տեղը չգիտեին, այս նախաձեռնության շրջանակներում այդ արահետի վերակառուցում տեղի ունեցավ եւ արահետի վերակառուցման արդյունքում ինքը մտավ տուրիստական երթուղիների մեջ, այսինքն երբ որ մարդիկ զբոսաշրջիկներին բերում են տվյալ ուղղությամբ, իրենք արդեն առաջարկելու փաթեթների մեջ եւս մի քանի ուղղություն են առաջարկում։ Եվ նմանատիպ փառատոններ այս 9 բնակավայրերից կարելի է ասել, թե բոլորում սկսեցին տեղի ունենալ կախված նրանից, թե տվյալ համայնքը ինչ ունի առաջարկելու։ Ու յուրաքանչյուր համայնքում տարվա մեջ մի անգամ նմանատիպ միջոցառման բերել 2000-ի կարգի զբոսաշրջիկ կամ հյուր, դա բավականին մեծ տնտեսական ակտիվություն առաջացնում հենց Արենի խոշորացված համայնքում։ Եվ հաջողությունների առումով այս բազմազանությունը, այս մոտեցումների փոխկապակցվածության բնույթը տվել է այնպիսի արդյունք, որը որ ի սկզբանե հենց նույն Արենի համայնքի մեր գործընկերները չէին կարող պատկերացնել եւ հենց այդ բողոքները, որ այս ինչի համար են կես անում, բան նաեւ իհարկե լսվել է այնտեղից։ Հաջողված փորձեր նաեւ Կապանից ունենք, նաեւ Գյումրիից ունենք, որովհետեւ խոսքը կոնկրետ Գյումրիի դեպքում գնում էր նրա մասին, թե արդյոք մենք այն ինչ որ Գյումրին դիրքավորվում է որպես մշակութային մայրաքաղաք, այն ինչ որ ցույց ենք տալիս, դա 100 տարի եւ ավել պատմություն ունի։ Արդյոք Գյումրին շարունակում է ստեղծել մշակույթ, որը որ նույնպիսի գրավչություն ունի զբոսաշրջության համար եւ եթե չէ, ապա ինչ ունենք այս պահին, ոնց անենք որպեսզի դա շարունակականություն ունենա, ինչպես վերահսկենք տուրիստական հոսքերը, այսինքն վերահսկել այն իմաստով, որ մոնիտորինգ անենք, հասկանանք ինչի համար են գալիս, որ ուղղություններով են գալիս, որոնք են հետաքրքիր, տվյալների բազաներ ստեղծել եւ այլ եւ այլն։ Այդտեղ ցախողումը գնաց հենց այն իմաստով, որ մենք համայնքապետարանի այդ турբուլենտության պատճառով թիմը չկարողացավ ձևավորվել համայնքապետարանի ներսում եւ ձևավորվելով համայնքապետարանից դուրս հիմնականում բոլոր միջամտությունները կարելի ասել իրականացվեցին գործընկեր կազմակերպությունների միջոցով եւ ակնկալվող այն ներուժը կամ այն կարողությունը, որը պետք է զարգանար համայնքապետարանում, զարգացվեց էլի Գյումրիում, բայց ոչ համայնքապետարանի ներսում եւ համայնքապետարանը հիմա այդ պորտֆելի կրողը չի։ Չնայած շնորհիվ այն մարդկանց, ովքեր որ թիմի մեջ էին, այդ թիմը անկախ ֆինանսավորումներից կամ ֆինանսավորումների բացակայությունից շարունակում է լինել դրա կրողը եւ բոլոր հնարավորությունները օգտագործում է այդ մշակած ծրագրերը
առաջ տանելու։ Եվ շնորհիվ այդ գործընկեր կազմակերպությունների էլի դրանք տեղի են ունենում, այսինքն դուրս եկավ, որ համայնքապետարանահեն մոտեցումով սկսելով մենք եկանք հանգեցինք համայնքահեն մոտեցման, որը ի սկզբանե պլանավորված չէր, բայց էլի այդ նույն խնդիրը կա, որ հիմա ով ունի դրա նկատմամբ սեփականության զգացողություն, որովհետև գործընկեր կազմակերպությունների տեսանկյունից դա միանգամյա գործողություն է, որը մշակվել է իրենց հետ համագործակցությամբ, համայնքապետարանի կողմից չկա պատասխանատվություն ստանձնելու այդ որոշումը դեռևս ու ցանկացած բան, որը պետք կլինի շարունակել կամ մշակել կամ զարգացնել որպես պորտֆել, մեր յուրաքանչյուր առանձին վերցրած գործընկեր դրա սեփականատերը չի, բայց նաև բոլորով չեն դրա սեփականատերը։ Իսկ այն մարդիկ, որոնք անձնապես դրա մեջ ներգրաված են եղել եւ իրենց անձնական նախաձեռնությամբ շարունակում են, իրենք քաղաքապետարանը չեն կամ համայնքապետարանը չեն։ Հետևաբար շատ խառն է։ Այո։ Հեշտ չի, բայց որևէ մեկը չէր խոստացել, որ հեշտ է լինելու։ Այո։ Շատ լավ, վերջի հարցը Քրիստիան, ինչ կմաղթես մեր համայնքներին, ինչ կցանկանաս, 3 հիմնական ուղղություն, հմտություն, որ կուզենաս իրենք ունենան զարգացման համար։ Համայնքապետարաններին խորհուրդս հիմնականում կլինի այն, որ բաց լինեն ուսումնական, զարգացման, վերապատրաստման ծրագրերի նկատմամբ, չվախենան փորձարկումներից, փորձարարությունից, նույնիսկ եթե դա որոշակի ռիսկեր է պարունակում իրականանալու կամ ձախողելու առումով, որովհետև երբ որ նմանատիպ փորձարկումը, փորձարարությունը կամ նորարարության ներդրումը տեղի ունենում համայնքային լայն ներգրավմամբ, ռիսկը հավասարապես կիսում են համայնքի բոլոր բնակիչները համայնքապետարանի հետ միասին։ Այսինքն մի կողմից կարող է դա դիտարկվել որպես պատասխանատվությունից փախուստ, բայց մյուս կողմից մենք անընդհատ խոսում ենք ներգրավվածության, հաշվետվողականության եւ թափանցիկության մասին եւ այս գործիքակազմը այդ բոլոր հնարավորությունները տալիս է։ Հետևաբար բաց լինել նորությունների նկատմամբ, փորձարկումներ անել եւ փորձել նորություններ, որովհետեւ այս խառը տուրբուլենտ իրավիճակներում որևէ մեկը չգիտի ճիշտ պատասխանը կամ ճիշտ լուծումը որն է տվյալ իրավիճակում եւ փոքր մասշտաբով փորձելով մենք մեզ ապահովագրում ենք մեծ ձախողումներից իրականում եւ մյուսը կամ վերջինը կլինի այն, որ չմտածել ընտրական շրջափուլերի սահմանափակումների շրջանակներում, այսինքն պատրաստ լինել տնկել այն ծառը, որի ստվերում դուք չեք հանգստանալու։ Շատ լավ, շնորհակալ եմ, հաջողություն մաղթենք մեզ մեր նախաձեռնություններում եւ մեր համայնքներին իհարկե։ Շնորհակալություն։